Հայերը փախչող շներ են անունով ԱԹՍ-ներ են արտադրվում Ադրբեջանում։ Հայաստանի արևելյան հարևան պետությունում հայերին անվանում են արյունարբու, վանդալներ, բարբարոսներ, շնագայլեր, ֆաշիստներ։ Այս տերմինաբանությունը կիրառվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից եւ դա տարածվում է թե իրենց տարբեր այլ պաշտոնյաների մակարդակով։ 2020 թվականից հետո Ադրբեջանում աննախադեպ աճել է հայերի նկատմամբ ատելության մակարդակը, դարձել վտանգավոր ու ռիսկային մեր երկրի ու ժողովրդի համար, ահազանգում են մասնագետները։ Խոշտանգումների, ծեծի կամ բռնությունների դրսևորումները արդարացվում են նրանով, որ հայերը կենդանիներ են, շների պես պետք է վերաբերել։ Սիրանուշ Սահակյանը, Տաթևիկ Հայրապետյանն ու Ստեփան Հասան Ջալալյանը մեկ տարի ուսումնասիրել են ադրբեջանական հարթակներից հայերին ուղղված ատելության խոսքը։ Զեկույցում տեղ է գտել է գրառումներ, հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ, անգամ դասագրքեր։ Նոր ավելի վտանգավոր դրսևորում են նկատել։ Ատելության խոսքին Ալիևյան ռեժիմը համադրել է զավթողական քաղաքականությունը։ Ադրբեջանը բավականին վտանգավոր ծրագրեր ունի, որոնք ցավալիորեն մեզ մոտ ամբողջությամբ չեն գիտակցվում կամ չեն ներկայացվում։ Բաքուն շատ արագ Արևմտյան Ադրբեջան անունով հեռուստատեսություն, կայք ու համայնք ձևավորեց 2022 թվականին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո։ Մեկ տարի անց տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է զավթողական թեզը մտավ ադրբեջանական դպրոցներ։ Եվ պատկերացրեք, ուղղակի 5-րդ դասարանում երեխան առաջին անգամ անցնում է պատմություն առարկան եւ բացում է այդ առարկան ու տեսնում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունը դա իր հողն է, հետո կարդում է Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ ասում է, այս Հայաստանը ֆաշիստական պետություն է, եւ այս տրամաբանությամբ այդ երեխան հետագայում մեծանում է, սովորում է եւ այդ տրամաբանությամբ է ինքը առաջնորդվում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են ատել հայերին, ինչը նշանակում է, որ Բաքվի ավտորիտար իշխանությունը Հայաստանի հետ կապված շատ ավելի վտանգավոր պլաններ ունի, քան կարելի է պատկերացնել։ Ղարաբաղը հին ադրբեջանական հողն է։ Բաքուն պատրաստվում է նոր լայնածավալ ագրեսիայի Հայաստանի դեմ ու դա ներկայացնելու է իբրև պայքար ֆաշիզմի դեմ։ Դրա համար օգտագործելու են նաև Ադրբեջանում դատվող հայերից խոշտանգումներով կորզված ցուցմունքները։ Անջատողականներ կամ ահաբեկիչներ որակելը օգնելու է Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ոտնձգությունները արդարացնելու նպատակով։ Դատավարություն կոչվածը որակվեց որպես Նյուրնբերգյան դատավարություն, եւ եթե դա համադրենք նրա հետ, որ օրինակ նույն այս տարվա սկզբին Ալիևը իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանը դա ֆաշիստական պետություն է, ապա սա նոր զարգացող բավականին վտանգավոր մեկ այլ թեզ է, որ մեր հարևանությամբ ապրում է ֆաշիստական պետություն եւ այդ մարդիկ, որոնք առնչվում են այդ պետության հետ, դատվում են որպես ֆաշիստներ, վանդալներ։ Բաքվի կեղծ դատավարության մասնակից հայերի դեմ որևէ ապացույց չունի Ադրբեջանը։ Հակառակ դեպքում միջազգային ատյաններից հետ չէր կանչի հայցերը, վստահ են փորձագետները։ Ermənistan dövləti əslində faşist dövlət։ Ակնհայտ է, որ այն բառապաշարը, որն Ալիևն օգտագործում է հայերին բնութագրելիս, միջազգային հանդիպումների ժամանակ փակ քննարկումներում չի օգտագործում։ Սա զուտ ներքին սպառման համար է ադրբեջանցիների շրջանում հայերի նկատմամբ թշնամանք հրահրելու զավթողական իր ծրագիրը իրականացնելու համար։ Զանգեզուրի, Միչանսկի, առանձին տարածքներ Ադրբեջանին պատկանելու վերաբերյալ ելույթները, դրանք այո հավակնություններ են եւ կարող են հանգեցնել նաեւ ագրեսիվ գործելակերպի։ Ու այս ֆոնին Ալիևյան ռեժիմի զավթողական նկրտումներին խաղաղության խաչմերուկով պատասխանող Հայաստանի իշխանությունը մի բաց թողում է արել։ Վստահեցնելով, թե ադրբեջանական ագրեսիան կանխելու համար է վավերացնում Հռոմի ստատուտը, այդ վավերացմամբ ճանաչել է հանցագործության միայն 3 տեսակ՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ եւ պատերազմական հանցագործությունները, իսկ ագրեսիան ոչ, զրկելով Հայաստանին իր դեմ ադրբեջանական հնարավոր ագրեսիան միջազգային քրեական դատարան տանելու հնարավորությունից։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։